Պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրենքներում կատարվող փոփոխությունները ոչ թե պարզապես սոցիալական վճարների վերանայում են, այլ քաղաքական ուղերձ երեխա ունեցող ընտանիքներին։ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։ Դավիթ Խաչատրյանը հիշեցրեց, սահմանվում է ամսական նպաստի տեսակ, որով համալրվում է պետական երաշխիքների շրջանակը։ Յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար մինչև 6 տարին լրանալը ընտանիքը կունենա կայուն և կանխատեսելի պետական աջակցություն 50,000 դրամի չափով։ Միաժամանակ համահարթեցվում է ծննդյան միանվագ նպաստը, այն դարձնելով հավասար 500,000 դրամ, անկախ երեխայի կարգաթվից։ Փոփոխության արդյունքում տարեկան 24,000 ընտանիք կստանա ավելի բարձր պետական աջակցություն։ Առաջարկում ենք լիազորել կառավարությանը սահմանելու կենսաթոշակների և նպաստների վճարման եղանակը։ Ըստ այդմ 26 թվականի ապրիլի 1-ից վճարումները կկատարվեն անկանխիկ եղանակով, կառավարության կողմից սահմանված հստակ և վերահսկելի մեխանիզմներով։ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից տրվող հետվճարի չափը կսահմանվի 20%, ներկայիս 12%-ի փոխարեն, ինչը կենսաթոշակառուների և նպաստառուների համար ավելի մեծ հնարավորություն կստեղծի իր վարքագծով բարձրացնել իր կենսաթոշակը կամ նպաստը։ Քաղաքացիները շատ են խնդրում, որպեսզի հատկապես ջեռուցման սեզոնին հետվճարը տարածվի նաև կոմունալ վճարումների վրա։ Ես կարծում եմ, սա քննարկման առարկա է։ Քաղաքացիները դժգոհում են, որ կառավարությունը օրինակ հետվճարի ծրագիր է իրականացնում, բայց քանի գնում ենք դեպի ամանոր, քանի այսպես ասած տոներն են մոտենում, այնքան շատ տնտեսվարողներ, օրինակ տարբեր հանգամանքներով եւ պատճառներով պայմանավորված պոստտերմինալների հետ խնդիրներ են առաջացնում, հնարավոր է նաեւ արհեստական, որպեսզի չսպասարկեն քաղաքացիների քարտերը։ Ուզում եմ հույս հայտնել, որ կա ընդհանուր ընկալում, որ մենք պետք է մեր բոլոր քաղաքացիների համար ապահովենք ծառայությունների հասանելիություն եւ մատչելիություն բանկային ծառայությունների, անկախ նրանց առողջական վիճակից, տարիքից կամ ֆիզիկական դժվարություններից, որովհետև մենք ցավոք գրանցել ենք այդ դժվարությունները եւ գիտենք դրանց մասին։ Անկանխիկ եղանակով գործարքներին վերաբերող հաջորդ նախագիծը կրիպտոակտիվների վերաբերյալ էր։ Այս դեպքում օրենսդրական փոփոխությունը կանխիկով գործառնությունների իրավունք ստանալու մասին էր։ 2026 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է, որ կրիպտոակտիվներով գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ Փոփոխությունների արդյունքում առաջարկվում է հնարավորություն տալ 2 տարի ժամկետով 300,000 դրամը չգերազանցող գործարքները կատարել կանխիկ եղանակով խիստ նույնականացման դեպքում։ Ինչի է ժամանակահատվածը, որտեղ ամբողջ 26 թվականի ընթացքում տեղի ունենալու լիցենզավորման գործընթաց։ Օրենքը ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսին, բայց ենթաօրենսդրական ակտերի համար տրված էր 6 ամիս ժամանակ, որը ավարտվում է ու մենք էլ հրապարակում ենք, ավարտում ենք բոլոր ենթաօրենսդրական ակտերը։ Ակնհայտ է, որ տվյալ դաշտը նոր է Հայաստանի Հանրապետության համար եւ կարգավորումները, որոնք որ այս մահին դրված են սեղանին եւ գործող օրենքում, դրանք դեռ փոփոխությունների ենթակա են եւ իմ գործընկեր падգամավորների հետ էլ քննարկումների արդյունքում մենք եկանք եզրահանգման, որ ճիշտ կլինի առաջարկություն ներկայացնել կառավարությանը, ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվող հաջորդ օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում էր մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետը եւս 1 տարով երկարաձգելուն, ներկայացրեց կադաստրի կոմիտեի ղեկավարը, որը պարզաբանեց, հաշվառումը չի նշանակում օրինականացում։ Հաշվառումը դա այն առաջի քայլն է, որը ստեղծում է իրավական հիմքեր, որպեսզի քաղաքացիները կարողանան դիմել այն համայնքների ղեկավարներին, որտեղ որ գտնվում է ինքնակամ կառույցը, հետագայում օրինականացման հարցերը քննարկելու համար։ Օրակարգից դուրս ելույթ ունեցավ ազգային ժողովի նախագահը։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանի օգնականը գրառում է կատարել այն մասին, թե իբր տոնածառը զարդարում են թանկ խանութից։ Մեկնաբանել է լափել միջև վերջ ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրան ստուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը որն ալնում, տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը միայն փողապահանջում, կարա տանի Սերժ Սարգսյանեն ստուն, կամ Սերժ Սարգսյանի փեսուտուն, կամ այն մյուս փեսուտուն, կամ աղբոր տուն, որ այդ օգնականը իմանա լափելը որն է։ Բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք։ Հանկարծ չսխալվեք։ Մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանգարց չխառնեք։ Ես բոլորի անունից ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասեմ, կրկնում եմ, նախընտրական process-ը սկսվում, հանկարծ չսխալվեք։
Ալեն Սիմոնյանն իր խոսքը ուղղեց ընդդիմությանը, որի մի մասն էր ներկա։ Հայաստան խմբակցությունը ինչպես քննարկումներին, այնպես էլ քվեարկություններին չմասնակցեց, իսկ քննարկված բոլոր նախագծերն ընդունվեցին։ Այսպիսով 8-րդ գումարման խորհրդարանն ավարտեց 10-րդ նստաշրջանի աշխատանքները։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։